Պատկերազարդ պատմություններ Աստվածաշնչից։ Բարի Սամարացին։ Երանի այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում։ Շատ մարգարեներ և թագավորներ ցանկացան տեսնել ձեր տեսածները, բայց չտեսան, և լսել ձեր լսածները, բայց չլսեցին։ Ներեցեք, վարդապետ, ես ուզում եմ մի հարց տալ։ Ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ունենամ։ Դու օրենսգետ ես։ Օրենքի գրքում ինչ է գրված, ինչպես ես հասկանում։ Գրված է սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով։ Նաև գրված է սիրիր մերձավորիդ քո անձի պես։ Ճիշտ ասացիր, կատարիր ասածդ և կապրես։ Այո, բայց ով է մերձավորը։ Մի իրողություն պատմեմ, լսիր։ Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր գնում։ Տղաս, սա կտանես անկյունում նստած այն մարդուն։ Լավ, Երիկ։ 16, 17, 18, 19, 20, 21, 22... Դերեցեք պան։ Ձեր ապուրը։ Շատ շնորհակալ եմ, փոքրիկս, ապրես։ Շնորհակալ եմ, փոքրիկս։ Էդ դու ինչի համար է շնորհակալն դեռ քո ապուրը դեռ չի բերել, ապուշ։ Իսկապես, իսկ իմ բաժինն ուր է։ Հիմա պարոն, կբերեմ։ Ինչ լավ բան է թալան, և ինչ շահութաբեր գործ է։ Իսկ ինձ ինչքան է հասնում, շեֆ։ Դե իհարկե պիտի հավասար բաժանենք։ Այսօ քեզ, մնացած է ինձ։ Շնորհակալ եմ, շեֆ։ Հիմա ես քեզպես հարուստ եմ։ Իհարկե, իհարկե։ Էլի երբ են գնալու թալանի, Ես մի ուրիշ բան եմ մտածել։ Սրանից հետո մարդկանց կթալանենք Երիքովի ճանապարհին։ Պետք է հափշտակել նրանց փողերը նախքան նրանք կծախսեն դրանք այս ոչլոտ պանդոկում։ Հասկացար։ Իսկ զոմփել կարելի է, չէ՞։ Դա հենց քո գործն է, այնպես զոմփել, որ մեռնի։ Մեռածից արդեն չեն իմանա, թե ով թալանեց իրեն։ Հասկացա։ Մեռնելուց հետո ոնց իմանաս մեռած է թե չէ, հա, շեֆ։ Եթե էլ չի շարժվում, ուրեմն մեռած է դոդ։ Օխ, ինչ հիմարն է սա, ինչ հիմար։ Ես չեմ սիրում, երբ ինձ դոտ են ասում։ Լեզվիցս թռավ, ուզում էի ասել խելոք, դու շատ խելոք ես։ Շատ խելոք ես, շատ խելոք ես, ինչ խելոքն ես, դու բաց թող ասում եմ։ Ապա մի վեր կացեք։ Դուրս կորեք իմ պանդոկից, ես չեմ սպասարկի ձեզ նման ավազակներին։ Վասիր տղաս, կանչիր զինվորներին։ Զինվորներին? Ոչ, հարկավոր չէ, մենք արդեն գնում ենք, վերքանց, գնում ենք։ Բայց ես դեռ չեմ կերել, շեֆ։ Ոչինչ, ես քեզ հետո կբացատրեմ, մենք պետք է գնանք, շնորհակալություն։ Ված եմ, մի կտոր հաց չուրտ եմ։ Մի ուրիշ տեղ կուտենք գնաց։ Շատ վախեցա, Երիկ։ Նրանք այստեղ ոչինչ չեն կարող անել, տղաս։ Բայց վայ այն ճամփորդին, որ ճանապարհին կհանդիպի սրանց։ Այդ ինչ է, Հայրիկ, հա։ Սա դարչին է կայսերական խոհանոցի համար։ Հա։
ճավայից բերված կծու պղպեղ է, չէ։ Ապրես աղջիկս, ոնց է երևում, որ համեմունքի վաճառականի աղջիկ ես։ Ես բոլոր համեմունքներն էլ գիտեմ, չամանը և պղպեղը Հնդկաստանից, կտավատը Սավից, գրակի պես կարմիր բիբարը Քաթից։ Վայ, հայրիկ, Ահարոնը սև պղպեղի հետ է խաղում, հայ։ Ահարոն, ձեռ չտաս դրան, ձեռ չտաս ասում եմ։ Ձեռ չտաս։ Տես, հա։ Կտասնա։ Եթե մայրիկը չի ուզում, որ գնաս, ապա ինչու ես գնում երիքով, հայրիկ։ Երիքովում կարելի է համեմունքը գնել անմիջապես քարավաններից աղջիկս։ Դրանք ամենաթարմը կլինեն։ Ռեբեկա, ջուր բեր աղջիկս։ Երբեք այս համեմունքը բերանդ չդնես տղաս, երբեք։ Ճանապարհի համար ամեն ինչ պատրաստել եմ, Եզրաս։ Երբեք եմ քեզ տղաս։ Ահարոն, այս ինչու է վրատ այսպես կեղտոտ։ Հայրդ էլ դու էլ նույն խելքին եք։ Ինչպես կարելի է միայնակ ճամփորդել մինչև երիքով, այն էլ ոսկով լի քսակով։ Այս անգամ մենք հաստատ կհարստանանք սիրելիս։ Ավելի լավ է լինել մի աղքատիկին, քան հարուստի այրի։ Այսպես, տես թե ինչ եմ մտածել, ոչ ոք ոչինչ չի կասկածի և ինչ չեն կողոպտի։ Հայրիկ, ես էլ գամ քեզ հետ, հա, հայրիկ։ Ոչ և ոչ, դու կմնաս տանը և մայրիկին կօգնես աղջիկս, դե ես գնացի։ Գնում ես, պապ։ Զգույշ եղիր, Եզրաս։ Ցտեսություն, հայրիկ, ցտեսություն։ Ինչու ծառաներից որևէ մեկին չես հանձնարարել ձին մոհապ հասցնեմ բալես, հա։ Այս զամբիկը քրոջս օժիտի համար է, մայրիկ, և ես ինքս կհասցնեմ այնտեղ։ Խոստացիր, որ Երուսաղեմում չես գիշերի տղաս։ Մի անհանգստացիր, մայրիկ, բոլոր հրյաները չեն, որ ատում են սամարացիները։ Ամեն դեպքում զգույշ եղիր, բալամ։ Ցտեսություն, մայրիկ, մինչև մութն ընկնելը պետք է հասցնեմ երիքով։ Ցտեսություն։ Ցտեսություն, Աստված քեզ հետ, տղաս։ Ես պատրաստ եմ, տեր։ Դամակ կանցնես Դամասկոսի հոգևոր խորհրդին, ոչ մի տեղ կանք չառնես։ Ոչ մի տեղ կանք չեմ առնի, տեր, չէ որ Աստծո կամքն եմ կատարում։ Դու քահանա ես և ինչ էլ անես, Աստծո կամքով պետք է լինի։ Դե իհարկե քահանա եմ, բա ոնց, պետք է մինչև մութն ընկնելը հասնեմ երիքով, շտապեմ։ Հիշիր հեսու, դու խևտացի ես, ոչ մի պիղծ բանի ձեռ չտաս, թե չէ Գալիլեայից վերադառնալուց հետո ստիպված ես լինելու շաբաթներով մաքրվել։ Լավ կլներ, Սամարայի տարածքով գնալու փոխարեն հնարավոր լիներ ուղղակի Կապրնայում հասնել։ Ուզում ես ասել, որ Սամարայով ես անցնելու այդ զսվելի վայրով և կարծում ես, որ դրանից հետո հնարավոր կլինի մաքրվել։ Ուրիշ ճար չկա, ճանապարհը շատ երկար է, սիրելիս։ Լավ իմացիր հեսու, ավելի լավ է ճամփատ երկարի, քան թե այդ սամարացիների հետ նույն օդը շնչես։ Իսկ հիմա Աստված քեզ հետ։ Բարի ճանապարհ։ Շնորհակալ եմ, պարոն։ Ներեցեք։ Ով ես դու, և ինչ ես անում Երուսաղեմում։ Գնում եմ Մովաբ և պարզապես ուզում եմ ուտելիք վերցնել ճանապարհի համար, ես սամարացի եմ։ Սամարացի։ Ես գիտեի։ Ինչ Երուսաղեմը սամարացիների համար չէ։ Դուրս գցեք սրան այս սուրբ քաղաքից։
Քեզ նմանները տեղ չունեն ու դա երկրում։ Օրքեր, արով, խուփիկներ, գլխին։ Որ սամարացի, Դուրս կորիշ դա երկրի։ տեսած ես։ Ես դու ես։ Հիմա գլուխը կճարվի։ Այս վախ կոտի մեկը։ Ես ինչ իրար անցում էր այստեղ։ Ինչ-որ սամարացու էին բռնել, ծեծում էին, ծեծում։ Ախ, այդ սամարացիները։ Հաստատ ինքն էր մեղավոր, չէ։ Ասա ինչու չեք վերընկնում ձեր Սամարայում։ Իսկապես որ։ Լավ, ես գնամ, ժամանակ չունեմ։ Հաջող։ Դեռ չհասանք, շեֆ։ Շոքից մեռնում եմ, հոգնած եմ։ Ախ, Նադապ, դու ուզում ես իսկական ավազակ դառնալ, թե ոչ։ Հա, ուզում եմ, շեֆ։ Ուրեմն հերիք բողոքես։ Այսա ոնց որ թե հարմար տեղ է։ Տեսնում ես Նադապ։ Բարձրանանք այս ժայռի վրա եւ սպասենք։ Տեսնենք, որ մի երջանիկ նենքնելու մեր ձենք։ Իսկ հետո կարելի է զոմփել, չէ, շեֆ։ Այո, իհարկե։ Նադապ կարող է զոմփել նրան ինչքան ցանկանաս։ Իսկապես շատ լավ է։ Խեղճ կենթանի, կշտացար։ Պետք է ճանապարհ ընկնել։ Ախ, մայրս ճիշտ էր ասում։ Թե ինչու են բոլորն ատում սամարացիներին չեմ հասկանում։ Չուշ, վայ, ինչ պատահեց քեզ։ Առաջ գնա, խնդրում եմ։ Մինչև մութն ընկնելը երիքով պետք է հասնենք։ Լավ է, ինչ որ մեկը գալիս է իր էշի հետ միասին։ Հապանայիր, տես ինչ լավ էշ է։ Էշի հետ։ Իսկ էշի կարող եմ քշել։ Ոչ, դու շատ մեծ ես, էշը քո տակ չի դիմանա, ես կքշեմ։ Դե, ձայնը հիմա գնա։ Պատրաստվիր, ես քեզ կասեմ, թե երբ արձակվես։ Դեռ ոչ, պատրաստ։ Այ հիմա կարող ես։ Արագ, յանկավի, զոմպիր դրան, Նադապ զոմպիր, նորից, զոմպիր։ Խփիր դրան։ Քեզ ինչ եղավ, Նադապ, զոմպիր։ Միատ է զոմպիր։ Պաստորից, խնդրում եմ, պաստոր։ Զոմպիր դրան։ Զոմպիր։
պես։ Իլքի շարժում, շեֆ։ Շատ լավ է, քսակը հանիր։ Դատարկ է, շեֆ։ Ոչինչ, հագուստի տակ թաքցրած կլինի։ Գիտեմ սրանց։ Ասում էի չէ։ Գրացինք։ Դե լավ, դրան կարող ես ձորը գցել։ Hey, շեֆ, սպասին, այդ ուր։ Օգնեցեք, խնդրում եմ։ Խեղճ մարդ, եթե Աստծո կամքը լիներ անպայման կօգնեի, Տեր Աստված օգնիր այս դժբախտ մարդուն։ Խնդրում եմ, օգնեցեք։ Ես շտապում եմ։ Խնդրում եմ։ Խնդրում եմ, օգնեցեք։ Օգնեցեք։ Խնդրում եմ։ Քեզ թալանել են, ուրեմն այստեղ ավազակներ կան։ Ես ղեշտացի եմ, ես փող չունեմ բոլորովին։ Եթե քեզ դիպչեմ, ինչպես եմ մաքրվելու, ես շտապում եմ, համել շտապում եմ։ Եզրաս, ինչպես կարելի է միայնակ ճամփորդել մինչև Երիքով, այն էլ ոսկով լի քսակով։ Այս անգամ մենք հաստատ հարստանալու ենք, սիրելիս։ Ավելի լավ է աղքատիկին լինել, քան հարուստի այրի։ Զգույշ եղիր, Եզրաս։ Ցտեսություն, հայրիկ։ Տեր Աստված, ողորմիր ընտանիքիս, պահպանիր նրանց մահիցս հետո։ Նա շնչում է, դեռ կենթանի է, սիշտը բաբախում է, սա ով կարող էր անել, սա կմեղմացնի քո ցավերը։ Շնորհակալ եմ, պարոն։ Իսկ սա վերքերը կդարմանի։ Ահա, սա էլ խմիր։ Ավազակները, դրանք կարող են վերադառնալ։ Ճիշտ է, կարող են վերադառնալ, այնպես որ պետք է որքան հնարավոր է շուտ հասնել Երիքով։ Կկարողանաս ձինը ստել։ Ես կփորձեմ, հիմա կփորձեմ։
այստեղ լավ են կերակրում, Կերակուրը հետ, ամենակարևորը, որ այստեղ ապահով է, ինչ վտանգներով եմ անցել, մինչև երիքով ասնել ես, Բանդոկապան, օգնիր, այս մարդը ծանր վիճակում է։ Պարկեցրու այստեղ։ Տղաս, շտապիր, տաք ջուր և մաքուր լաթել բեր։ Ստիպված իմ գոտիով կապեցի։ Ուրիշ ճար չկար։ Լավ է սպրծել։ Ավազակները կարող էին վերադառնալ ու քեզ էլ վնասել։ Դե հո չէի թողնի, որ մնար ճանապարհին ու մահանար։ Այս երկուսը մեկ ժամ առաջ նույն ճանապարհով են անցել։ Երևի նրանց կողոպտել են ձեր անցնելուց անմիջապես հետո։ Սկզբից կարծեցի, թե մեռած են։ Կարծում եմ նա կապակինվի ձեր շնորհիվ, պարոն, որտեղից եք գալիս։ Սամարիայից։ Սամարիայից։ Սամարացի։ Տղաս, այս խեղճ մարդու համար անկողին պատրաստիր վառարանի մոտ, թող տականա։ Լավ, հայրիկ։ Ողտը բերեց, որ ձեզ հանդիպեց։ Ով էլ լիներ, այդպես կվարվեր։